Շուրջ 2 միլիարդ դրամի մասին է խոսքը, երբ որ ես խոսում եմ ճանապարհի մասին, որը քանդվում է։ Շուրջ 2 միլիարդ գումար, որը մենք պետք է մեր հարգերի միջոցով, մեր հույկարգի միջոցով, մեր մյուս հարգերի միջոցով հավաքենք, որպեսզի այսօրվա իշխանությունները ծախսեն մի ճանապարհի վրա, որի քանդվելու իսկ պատճառն եղել են իրենք։ 3 օր առաջ այցելեցի այդ ճանապարհը, նկարեցի, ցուցադրեցի։ Այո, շատ արագ արձագանքեցին, փորձեցին ուղղել, գնացին, վերջ։ Սակայն, գիտեք, հետաքրքիրը ինչն է։ Փոխանակ հանձնաժողով կազմվեր մարզպետի գլխավորությամբ, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ, Ախուրյանի համայնքապետի հետ, եւ փորձեին հասկանալ, թե ով է սելավատարը փագե, ինչ պատճառով են փագվել, ինչպես է սելավատարի համար հատկացված հողը օդարվել, ոչ մի բան չարեցին։ Եկան ուղագի փորին շիպին լցին, փորձին բայց ճամպենը ամեն օր կավիրվի։ Ամեն օր գյումրեցիները եւ Գյումրիի հյուրերը, որոնք որ սովոր են, որ այդ ճանապարհը մաքուր ամեն օր մեքենաները ջարդելով, վնաս կրելով փորձում են հասնել դառնալ։ Բայց լռում են բոլորը։ Եվ հիմա ինձ նույնպես կփորձեն հիմա քարկոծել, որ «Յա, ինչ խոսած մեր Սարիգը, մեր, չգիտեմ, Նիկոլը, մեր, լսեք, ձեր Սարիգն ու ձեր Նիկոլն այսօր ձեզի վնաս կուտան ֆինանսապես։ Ձեր Սարիգի ու ձեր Նիկոլի պատճառով դուք այսօր մեքենաներդ կջարդեք այդ փողոցներն հասնելով։ Եվ երբ որ այսօր Շիրակի մարզպետին հորդորեցի, ինչ չեք կազմե, հանձնաժողով բացատրեց, որ ինքը արձակուրդում է։ Եվ երբ որ ասի ինգեր ջան, նախրեմ ինչ կարելի էր արձակուրդ էր տալ, երբ որ այս տիպի պրոբլեմներ ունենք, ասեց ունեմ տեղակալներ, օգնականներ, եղբայր, դուք դերևս չեք սորվել ինստիտուտներ կառուցել։ Դերևս դուք աշխատում եք 5-41 թվի ռուշնոյ ուպրավլենիա վնորկա, այսպես կաշիկ պեսկում ենք։ Աբսուրդ է ժողովուրդ։ Տարածքային կառավարման նախարարը կայցել է Գյումրի, փոխանակ տանեն է ճամպեն ցույց տային, որ եղբայր նա ինչ կկատարվի, բերեք քրեական գործ բացենք, սարկողին գտնենք, սելավատարը փակողին գտնենք։ Չէ, տարան փիարեղան անցան գնացին։ Ցավալի է, գիտեք, իրականում գսեմ ես ցավ կապրի։ Օրինակ տեսեք, այսօր Սարիկ Մինասյանը այցելել էր, այսօր էր թեպերի ծնունդ քելեգը, ու չի նայ կողքի մարդը տարեց մարդը, քասցնե իր այդ քելետը, չի կերտային, խեժ մարդը վազել է կողքից։ Սարիկ Մինասյանը արտահայտություն կենոր, այս տարի ծնունդը ասֆալտելու ենք, գազոնները, չիտեմ ծաղկանոցները, պարոն Մինասյան, գիտես լեննագանը տեղակսիր է, անկախ քաղաքական ուղիներից լեննագանը տեղակսիր է, մեկ է վերջում դու Սամսոնյանին ինչ որ մերել տուն բդի հանդբիս, հարսնիկ տուն բդի հանդբիս, բար Սամսոնյանը քեզի հարս տվավ, Սարիկ ջան, ինչ խոր մի ադմ անուշ չտվիր, որ մենք այդքան թիմով չարչրվել էինք այդ ծրագրի վրա, նախագիծ էինք երել, չգիտեմ, փորձակնություններ էինք անցել, ծրագիր էինք հաստատել։ Ինչ պետք է Սարիկ, որպես տղա։ Դու բան չես ունում ասելու։ Գիտես, դու տղություն կունենայիր, երբ որ գոնեմ մեկ անգամ։ Գոնեմ, երբ որ ակսես բդենեմ, ասես որ այ մինչև հմի սկաններել են, այստեղից հետո ես բդենեմ, ես ես կանը կենեմ։ Դիք տղուն վայել բան է, լեննագանցուն, գյումրեցուն տղուն վայել բան է, կենաս դու կուրդիս գիտենակ։ Ուղագի ամոտ է, են քնարիքն ընդեղից էլ է, մեկ քնարիք, մի ասու կրակ, ելել է կսը, մարդուն Գրիգորյանը,
Սարիկ Մինասյանի թաղեր այցելելու ֆորմատը գողացել է։ Աղջիկ ջան, դու լճեր ծնվել, Մարդուն Գրիգորյանն արդեն թաղեր մանկալու ֆորմատով ընտրություններ կգրեր։ Սարիկը դտկան ճանաչում չունի քաղաքում, ինչքան Մարդուն Գրիգորյանն, ինչքան որ կարող է Մարդուն Գրիգորյանը քելես քաղաքում։ Մի հատ բենային կլը ինչ ունին երած այս մարդիկ, ու ինչ ունի երած քու Սարիկըտ, ձեր Սարիկը, մեր չէ ձեր։ Վարդան Ղուգասյանին ու Սամվել Պալասանյանին ձեր քաղաքագահ թիմը կփորձե ժողովրդին ներկայացնել որպես հանցագործ։ Ես անկեղծ բան կսեմ, Վարդան Ղուգասյանին ու Սամվել Պալասանյանին կարող է հանցագործ դիտարկել մենակ Ադրբեջանի ղեկավարությունը։ Գիտեք ինչի։ Վարդան Ղուգասյանն ունի քաղաքին նվիրած ամենափրկիչ եկեղեցի։ Դատարանի հին շենքը, որը փրկել է փայլուն սիրուն շենք է մնացել է։ Սամվել Պալասանյանն ունի քաղաքին տված սև բերդ, Գյումրու կոմունալի թանգարանը, Գարեջրի գործարան, որը միլիոններով հարկ է տալիս։ Ինչ ունի երած ձեր Սարիկը։ Ռուբոն ունի կազմակերպած բենդե, ինչքան գիտեմ, որը Գյումրեցու լեզուն, խոսքը, ձևաչափը, կուլտուրան տարածեք ամբողջ աշխարհում։ Հիմա Սարիկ Մինասյան դուր մի հատ միտինգ հայտարարել ու ինչքան այդ բենդի անունը մուրացա կներեք ով որ քիշի կերեք, այդ բենդը համերգ տնե քաղաք, որին ավելի շատ մարդ կհավաքվի։ Էսիշ մե խայտարակ քարոզ արշավեք սկսեք հասկանանք որ կրվիկ կը, բայց որ կրվիկ մեղավորը մենք չենք։ Դուք որ կրվիկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որը իր այցով ձեր ռեյտինգը զրոյացրեց։ Որն եկավ Գյումրի, փոխանակ փորձեր հասկանալ Գյումրեցու պահանջը, Գյումրեցու ցանկությունը։ Ուղղակի լավ սավ ժողովուրդ, մի հատ Range Rover եմ բերել։ Դիմեջ Վարդան Ղուգասյանին, Սամվել Պալասանյանին, Ռուբոյին, Մարդուն Գրիգորյանին, ում կուզեշ դիմեջ մի հատ 2010 թվի Range քեզի նվեր կուդային, Նիկոլ։ Ես համոզված եմ։ Ամոթ է պրոստը։ Դուք Սամվել Պալասանյանի ընտանիքից փոք չեք կա։ Քանի հատ պատմության մեջ ունիք դեսպան, ով որ կարողացել է տվյալ երկրի նախագահին բերել հասցնել Հայաստան, դիմավորել ու ճանապարհել։ Այո, դուք Սամվել Պալասանյանի որդին էր, որ Իրաքի նախագահին բերավ Գյումրի։ Ինչ երեցիք դուք, ավիրեցիք։ Սև բերդի մարդկանց դադեք կա, մեկ չմ ենքում էլի բերդ կա, պայտաձև բերդ կկոշվի, գնացեք նայեք, նկարակը տեղազերը, ամոտ չեք են է, անգամ ռուսական տրոշն է բնեն տրած։ Ես որ այցելեցի, տեսա որ ռուսները, որպեսի մեր հայ տուրիստները չմոդենան այդ բերդին, բրներ ռով են փորը, այսինքն մետրո կես տրակտորով փորել են, որ մեր հայերը հանկարծ չկարողանան այդ բերդին մոդենալ։ Դուք պատմամշակութային արժեքներից կխոսաք։ Մարդկաց կարող է հանցագործ դիտարկել մենակ Ադրբեջանը։ Իսկ եթե դատավարական քրեական օրենսգրքով վերցնեք, դուք 7 տարվա մեջ որևիցե հանցագործություն չեք կարողացել ապացուցեք, բացի քնարիքի պես պրոստը խոսալուց քնարիքն են, բադմ ունիք ընդեղ, ինչ է, Վահագն Ալեքսանյանը ինչ ասենք, լեպիրշ բերանները բացածս, դոս խոս, ամոտ է էլի պրոստ։ Լեննագանը Գյումրին էդ քաղաքը չէ։ Դուք շատ խառնել եք Գյումրին մյուս քաղաքների հետ։ Ու շատ վատ եք։ Ու այսօր փոխանակ փորձեք Գյումրեցու ճոր օգուտ տակ,
ծրագիր մշակեք, զբաղված եք ցեղ շպրտելով, քարկոծելով։ Նիկոլ Փաշինյան, մի հատ քեզ հարց տամ, էլի։ Դու Սամվել Պալասանյանին, Վարդան Ղուկասյանին կփորձես հետապնդման ենթարկես մեկին Սև Գոլի մար, մեկին Տադարանի շենքի մար։ Մի հատ հարց տամ, էլի։ Մայր Հայաստանի թեմը տարածք կա, կոչվում է Ուրիկունդ, Ուրիկունդ կսեմ, Կարեգինյանի չաստը։ Հսկայական տարածք է։ Ումն է գիտես Նիկոլ Փաշինյան։ Ինչ որ քրեական գործ չկա, արուտած թե ինչ է ասե, ինչ է օդարվե, հսկա չաստ է, առաջորդ տեղոտ ավտոյով կանտնենք, սաղ պուշկիկ էր շարած։ Ուրանի գետը, լավ, կույկը տարել է, պենեմ չեք խորանա։ Բայց տեսել ես ըտեղ ինչ էր, ինչ որ քրեական գործ չեք արուծը։ Ինչ որ քրեական գործ չեք արուծը, թե ինչպես է միակ մնացած կինոթատրոնը ժառանգություն մեր պապերից, օդարվել է մի մարդու, ով որ փորձեք այսօր դիք քանդել։ Դուք գիտեք ես դիք թույլ կուտամ, խորը կսխալվիք, թե դուք կարողանաք այդ շենքի վրա մի հարգը բարձրացնեք։ Պահանջեմ Գյումրու ժամանակավոր պաշտոնակատարից, Գյումրու գլխավոր ճարտարապետից։ Ցույց տվեք այդ փաստաթղթերն, որ դուք չեք ստորագրել, ես տեղեկություն ունեմ, որ ստորագրել եք։ Ինչ եղավ, որ Սարիկ Մինասյան ցկցկեց վարեմ մարեմի շենքի փաստաթղթերի ստորագրումը, բայց կինո հոկտեմբերինը արագի մեջ կստորագրես։ Ինչ եղավ, Սարիկ Մինասյան։ Դեղ 2000 քառակուսի մետր նոր տարածք կավելնա, քառակուսի մետրը $5000, մոտավորապես $10 միլիոն մասին է խոսքը։ Ու դուք կուզեք է ժողովուրդը ձեզի ծենտա ու ելել եք կճվակ, որ դուք 50 պլուս ունեք։ Այս ձեր խայդարա քարոզ արշավով դուք կուզեք սեք, որ դուք ձեն ունեք։ Մի ադմ նայեք կծեր ծու, ես վաղը ժամը Երևան 21:00 ժողովուրդ ջան, ուղիղ եթերում եմ լինելու և ՔՊ-ի 99 հոկանոց ցուցակն ենք նայելու և հասկանալու ենք, այդտեղից որևիցե մեկը կարող ես քաղաքին օգուտ բերել, որևիցե մեկը կարող է ծրագիր ներկայացնել, թե մենակ ձեր հանողիչը ծնողներ են կամ զապաս քալոսներ են։ Այո ժողովուրդ ջան, ես ասել եմ և կասեմ, քանի կա Սարիկ Մինասյան, ՔՊ-ն պետք է Գյումրիի ծեն չտանի, ես ամեն ինչ կենեմ դրան, և ամեն ինչ արջևում է, ասեմ բոլորից շատ զգուշ եղեք, իմ վերես հեչ բան չկա, ոչ կրնակ բռնեք, ոչ կրնակ տադեք, հեչ բան, ինչ որ կամ ես եմ է ժիլեցը տունն է վարձով է, բռնվեք ժողովուրդ, ես որ ես նստած է ձեր Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբի թեմը ամոթ էլի, ամոթ լուրջ կսեմ, կինո հոկտեմբերը, դորով դիք ինչ ապացուցիկ, որ Սարիկը Սերժի մարդն է, դորով ինչ հաստատիկ, որ Սարիկը Արմանի մարդն է, իսկ Արմանը Սերժի մարդն է։ Ինչ ապացուցիկ է ժողովրդին, որ դուք Մարը տա, որ Սարիկը ՔՊ չեր տարավ ՔՊ, մարը տա, որ Սարիկը հանրապետականի կուսակցության մեջ չէր, բայց Սերժի մարդն է, դուրս կսեմ ամոթ է պրոստ ուղագի ժողովուրդ, ամոթը լավ բան է։ Սարիկ ջան, ես տես կեզ կսեմ, են անգամ գրգվա նորից կսեմ, երբ որ անգարվ տեղից, ես կեզ կպաշպանեմ, բայց քանի դու տեղես դու իմ թշնամիս ես, բարից պունի մաստով, էդ է սոր էդ ջայ կուդայժ, ենտեղ ինտերվյու կուդայժ, կսեիշ բանը, ինչ կսավ, վերնագարեր նոր կգրեք, կարող իմ հարեգամ հարազատներս ճիշտ չասկնան, երտան, մի ամի տեղացիկն այ կուդաս, որ կարող է կակսենք, ջոր հարց լուծեք, կսպասեմ։ Այդ օրն ենք, այս կասկնան, որ քու մոդը դա ամենաթողությունն է, ածը քու կողտե, քննիչական, տատախազություն, որն ինչ կսեն, աղբեր թե մենք ինչ ենենք ՔՊ-ն է։ Ես կասկնան, որ սաղ աշկերը պագած է, շանց պանդ, քաղաքապետարանի կույկի ու
ֆինանսական միջոցների անհիմն ծախս։ Հա, էշմատ քեզի մոտիկ չի գա, Սարիկ ջան։ Ես հասկանամ, որ դու այսօր դրած ինչ կա, բայց Սարիկ մի բան եմ իջել սկսեմ։ Ես ամեն ինչ կենեմ, որ այդ քաղաքապետարանի շենք, այդ իմ սածս 4 տղուց մեկը պետք է նստի քաղաքապետ, ու ես պետք է դուրը գամ ու տեսնեմ քեզ այդ շենքից ինչ դուրս կենեն։ Ու հետո քեզ հատիկ ամեն ծախսդ համար կանչենք սենարը տղա ջան, ես ում փողերն ես ծախսել։ Ես ինչ 450,000 ես ծախսել ասֆալտի վրա։ Ես քանի տոննա շիբին ես տարել սիրուցաները, ես մոտոների փողն ուրդից քեզի, ես պրեմյան իշխես դուս կրել։ Սարիկ ջան, ամ հարց տամ։ Դադախազին հարց կուտամ, Նիկոլին հարց կուտամ, Մարզպետին հարց կուտամ, երով կա կնդեղ։ Մարդի 8-ի կանանց նոր բաժնիր 20,000-ական դրամ չկան, գիտեմ, շնորհակալություն կանայք արժանի են։ Սարիկ ջան, ինչ միջոցներով ես բաժնետ գումարը։ Այդ գումարը քեզ ուրդից որ բաժնիր, Սարիկ։ Բյուջե ունիս հաստատված, բյուջեով նախատեսված ծախս ունիս հաստատված։ Սարիկ ջան, ով ես դու, ես ինչ, չդեմ, ջիվսի մագուշի որ կսեմ խու մուվտա չեմ սե։ Այդ փողեր ինչը գտախս է, Սարիկ։ Ում հաշմին գծախս է, Սարիկ։ Դե հադը մի ածն մեջքիտ կայնած է, Նիկոլն է պարախոդ է տվե, բայց եկուտ որ կծին է տեղից կեզ, Սարիկ ջան։ Դոնց համար կոպեկ այդ դու պատասխան պետք տաս։ Են որ քսերը Նիկոլը Range Rover, Brabus, դու կոպեկ քաղաքապետարանի ծախսած փողերդ համար պատասխան պետք տաս։ Ուղղակի ամոթ է, այս քաղաքը ձեր տեղը չէ, գնացեք։